Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, շատ անգամ ինձ հարց են տալի ինշորանսների հետ կապված և հարցերից մեկը լինում է և շատերը իրոք չգիտեն սրա մասին, բայց որոշները ինձ հարցնում են կարող եմ մեկ life insurance-ից ավել ունենամ, պատասխանն է այո, life insurance-ը միակ տեսակի ինշորանսներից է, որ կարող ես մի հատից ավել life insurance ունենալ, ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ եթե անհատ ունի օրինակ տուն, մեքենա, բիզնես, նա չի կարող երկու coverage ունենալ, երկու policy ունենալ, իսկ life insurance-ի դեպքում պատասխանն է այո, դու կարող ես 2, 3, 4, 5, ես client-ներ ունեմ, որ 10-ից ավել life insurance ունեն մի անհատի համար, դա մի բան է, որ շատերը չգիտեն, ուզում եմ անպայման տեղեկացնել, մեկ, երկրորդը, ինչի եմ քաջալերում, որ ունենաք մի քանի policy-ներ, իհարկե այդտեղ կա qualification, որը կապված է ձեր health-ի հետ, եկամուտի հետ և underwriter-ը approve անելու դեպքում կարող եք ունենալ մի քանի policy-ներ և խորհուրդ կտամ, որ մի քանի policy-ներ ունեք և եթե հնարավոր է 2-3 տարբեր company-ներից, որտև ինչպես բոլորս գիտենք բիզնես աշխարհում, ամեն ինչի մեջ competition կա, company-ներ կան այս product-ի մեջ այս կետեր ունեն, որը չունի մյուս company-ն, իսկ ունենալով երկու այդ company-ներից դուք կունենաք բոլոր benefit-ները, որ այս company-ն offer է անում և մյուսը չի անում։ Երկրորդ պատճառը, որ ունենալ մի քանի policy ճիշտ որոշում է, ինչի որտև Աստված ոչ անի, եթե մարդ չի մահացել, բայց հիվանդացել է, նա կարող է open անել living benefit 2-3 company-ների հետ և տեսնել, որ company-ն է ավելի լավ offer տալի և միգուցե այդ ընտրի ամենալավագույն offer-ը երկու կամ երրորդ policy-ին էլ ձեռք չտա, իհարկե եթե կարիքը չունի, դա մյուս լավ կողմը և մյուս կարևորությունը, որ ուզում եմ ասել, գիտեք life insurance-ը նաև մեծ հարստություն, մեծ գումար փոխանցելու լավագույն միջոցներից մեկն է ձեր ժառանգորդներին, ձեր երեխաներին, ձեր կնոջը, ամուսնուն, ում որ ունես քո ընտանիքում որպես հարազատ և ես միշտ ասում եմ 23 տարի, այս տարի հոկտեմբերին կլինի 24 տարի, որ այս բիզնեսի մեջ եմ, միշտ ասում եմ ինչքան կարող եք, քանի որ առողջության խնդիր չունեք և կարող եք գնել ավելի policy գնեք, client-ներ ունեմ, որ ունեն 150,000, 300,000, 500,000 life insurance և ես իրենց հետ որ զրուցում եմ կամ follow-up եմ անում, ասում եմ գնիր երկրորդը, գնիր երրորդը, որովհետև գիտեք մարդիկ գնում են 1000, 1500, 2000 դոլար տալիս են ավտոմեքենայի համար, որ դա investment չէ և դու կարող ես ավելի խելացի որոշումներ անել այդ հարցում, ես դեմ չեմ լավ ապրելուն, բայց եթե դու քո ֆինանսական հարցերի մեջ որոշումներդ ճիշտ չես արել կամ բավական չես արել, բայց քո գումարը ծախսում ես այնպիսի մի տեղ, որ դա investment չէ, պիտի փոխես քո մտածելակերպը, պիտի փոխես քո որոշումները ֆինանսներիդ մեջ, որ ավելի ճիշտ որոշումներ անես, ցավոք սրտի ես հանդիպում եմ շատ ընտանիքների, որ նրանք այդ խնդրի մեջ մեծ սխալներ են անում, ես հանդիպում եմ ընտանիքների, որտեղ կա մայրը, հայրը, 3 երեխա, որոնցից երկուսը քշում են 4 ավտոմեքենա և 5000 դոլար payment են տալի ավտոմեքենային, այդ իրենց բոլոր ավտոմեքենաներին և ես ասում եմ գիտես ինչ, կարող եք ունենալ մի հատ լավ ավտո, այն 3-ը միջինը պահեք և այդ 5000 payment-ը կիջնի 2000-ի, այդ 3000 դոլարը դուք կարող եք invest անել ձեր retirement-ի վրա, invest անել տարբեր տեղեր, insurance-ների վրա և այդ անելով ինչ կստացվի, ձեր ընտանիքը կսկսի ֆինանսապես աճել և ձեր մյուս ժառանգներին ավելի բարձր դիրքում կարող եք դնել, եթե մի բան կատարվի ձեր հետ։ Ի վերջո, քանի որ այս մեսեջը հայերեն է, մեսեջս ուղարկում եմ բոլոր հայերին նրանք, ովքեր լսում են, եթե ունես policy, շատ լավ, գնիր երկրորդը, գնիր երրորդը, ունես 3 հատ, գնիր 4-րդը, դու ամենալավ ֆինանսական որոշումներից մեկը կանես կյանքում և եթե ուսումնասիրում ես հաջողված և հարուստ մարդկանց, կտեսնես, որ նրանք ունեն այսպիսի policy-ներ և մի քանի հատ, ինչի նրանք ունեն,
որտեղ նրանք հասկացել են ինվեստմենտի արդյունքը։ Նրանք հասկացել են, որ այդպիսի որոշումները իրենց ընտանիքը եւ իրենց generation-ը միշտ բարձր քլասի մեջ է պահելու։ Բայց ցավոք սրտի, ինչ որոշումներ են անում ավելի միջին դասակարգի կամ ցածր դասակարգի մտածելակերպի ընտանիքները կամ մարդիկ, նրանք կրկնում են սխալները, որոնց իրենց տանում է կամ պահում է վատ ֆինանսական վիճակում։ Ընկերներ, գիտեք, շատ անգամ մարդիկ ինֆորմացիա չունենալու պատճառով այդ սխալների մեջ են մնում, չիմանալով, որ դա սխալ է, բայց երբ որ դու ստանում ես լավ ինֆորմացիա եւ դա ստանալուց հետո եւս քայլ չես մեկնում, որ այդ ուղղությունը փոխես, այստեղ արդեն ոչ մեկին չպիտի մեղադրես։ Այստեղ պետք է ինքդ նայես քո որոշմանը եւ ինքդ լինես քո դատավորը։ Ինչու իմ ֆինանսները ամեն տարի, ամեն անգամ դժվարությունների մեջ եմ, որովհետև կա որոշումներ, մարդիկ անում են, ընտանիքները անում են եւ դա կրկնում են տարեց տարի։ Այ օրինակ, այս տարի, երբ որ նոր ես սկսել, արդյոք դու ծրագրել ես, թե քո ֆինանսական հարցերում որ հարցերի պիտի պատասխան ճարես։ Մայիս իմ եկամուտը չի հերիքում, դա պատճառաբանություն է, չի հերիքում, part-time մի հատ ուրիշ գործ արա, մի հատ բիզնես արա, որ եկամուտիդ աղբյուրը շատանա եւ սկսես փակել քո պարտքերը։ Եկամուտս լավ է, ծախսերս է շատ, ուրեմն ես նշանակում է դու վատ սովորություն ունես ծախսելու մեջ։ Գնիր այն բաները, որի կարիքը ունես, ոչ թե ուզում ես։ Կրեդիտ քարտով մի գնիր, որ այդ տոկոսները քո վրա իրանք տոկոս չաշխատեն։ Սրանք կարևոր հարցեր են, որ անփույթության պատճառով դու միշտ այդ լեվելի վրա կարող ես մնալ։ Ինչն է լուծումը։ Եթե այսպիսի խնդիրների մեջ եք, կապնվեք ինձ հետ եւ ինչպես անհատը գնում է physical check-up, չէ, տարին գոնե մեկ անգամ, հուսանք, նույն ձև մարդը պիտի տարին 1-2 անգամ financial check-up անի եւ ես դա եմ անում անհատների համար։ Երբ որ հաճախորդների հետ նստում եմ, զրուցում եմ, մի 5-6-7 հարց կամ 10 հարցեր տալուց ես պարզ հասկանում եմ իրենց խնդիրը որտեղ է եւ ինչեր պիտի փոխեն, որ իրենց ֆինանսական աշխարհը սկսի աճել։ Յուրաքանչյուր իրավիճակում մարդ որ գտնվում է, ես կարող եմ հարցերի միջոցով ճարել պատասխանը եւ ասել, գիտես ինչ, այս բանը փոխիր, սենց արա, սենց մի արա։ Եվ նրանք, ովքեր հետևել են այս խորհուրդներին, անպայման տեսել են փոփոխություններ իրենց ֆինանսների մեջ։ Գիտես, երկրորդ բանը, որ կավելացնեմ, երբ որ մարդը միշտ կաղում է ֆինանսապես, դա ազդում է նաև իր առողջության վրա, իր զգացմունքների, էմոցիաների վրա։ Եվ ես հավատում եմ, որ իզուր չէ, որ Աստվածաշնչում Աստված շատ անգամ խորհուրդ է տալի կամ զգուշացնում է անփույթ չլինենք մեր գումարի հետ, մեր ֆինանսների մեջ, որտեղ դա կարևոր բան է։ Շատ անգամ մարդիկ հուսախաբություն են ապրում, որտեղ անփույթ լինելով տարիներ բերել հասցրել է իրանց այնպիսի մի վիճակի եւ Ամերիկայում բնակվելով տենում եմ մարդիկ կան 3-րդ, 4-րդ bankruptcy-ն են անում։ Դա խնդրի լուծում չէ։ Դա քո ցավը չի բուժելու։ Ի վերջո դրա վերջն է գալիս։ Բայց եթե դու չփոխեցիր քո այդ ֆինանսական ծախսելաոճը կամ ապրելակերպը կամ ոնց ես մտածում գումարի մասին, դու միշտ առնչվելու ես այդպիսի խնդիրների հետ։ Դրա համար հարցի լուծումը օգնություն դիմելն է մասնագետից, որ նա ասի, գիտես ինչ, քեզ այսպես ասած ուղղություն ցույց տա եւ ասի, էս ձեզ սկսի շարունակիր քո հարցերը, երբ որ գալիս է ֆինանսների մեջ։ Եվ ես կարծում եմ իմ 23+ տարիների փորձով 3400-ից ավել հաճախորդներին օգնելուց հետո մեծ սիրով եւ մեծ փորձառությամբ կարող եմ օգտակար լինել քեզ։ Այս փոքրիկ 10 րոպեանոց վիդեոն մոտավորապես հուսամ որոշների տարբերություն կբերի եւ մի վախեցիր
հարցնելու մեջ ամոթ բան չկա, ամոթը նա է, երբ որ մարդ միշտ դժվարություն ունի ֆինանսների մեջ, հարցրա և ես մեծ սիրով օգտակար կլինեմ քեզ, դու տենում ես իմ կորդինատները, կարող ես կապնվել ինձ հետ, գալ իմ օֆիս և ես կվերանայեմ քո իրավիճակը և ուղղություններ ցույց կտամ քեզ։ Mais Caribbean հետևիր իմ էջին @MaisMyCaribbean subscribe անելով իմ YouTube-ին, տարածիր, թող մյուսներն էլ տենան, ստեսություն բոլորիդ։